մտածում է, որ ինքը անձ վիրավորելով պատասխան չի ստանա, չարը սխալվում։ Քաղաքապետի կողմից նոր-նորքի թաղապետի հայհոյանքները արդարացնելու հետևանքները չուշացան։ Մեկ օր չանցած թաղապետը հայհոյանքներից անցավ բռունցքներին։ Ծեծից հետո Չախոյանը ակնհայտ վնասվածքներով տեղափոխվեց ոչ թե հիվանդանոց, այլ ոստիկանություն։ Մինչդեռ ծեծին մասնակցած թաղապետ Տեր-Մարգարյանը ժպիտը դեմքին շարունակեց աշխատանքային օրը։ Ամեն ինչ սկսվել էր օրեր առաջ նոր-նորք վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից բլոգերի ու ավականու անդամի հրապարակած տեսանյութից։ Այս տեսանյութի հրապարակումից հետո նոր-նորքի թաղապետը զանգահարել էր Չախոյանին, սպառնացել ու հայհոյել նրան ու ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Թեման թեժացավ նախօրեին, երբ Չախոյանն ու Մանուկյանը հրապարակեցին հեռախոսազանգի ձայնագրությունը, ապա ակցիա արեցին թաղապետարանի շենքում։ Նայեք, որպես ակցիա շփում եմ իրա մրթների։ Այսի մրթներից շփեցի, արա։ Դու լավ տղա չես, դու փչացած տղա ես, թե բարոյական առումով, թե քաղաքական առումով, թե փողոցային պանյատով, որովհետև դու նորից եմ կրում, փչած զանգերին չես պատասխանել, թռել ես հանդիպումից։ Եթե մի մարդ պիտի զանգի հեռախոսով հայհոյանք տա ու դրա համար պատասխան չտա, ինքը լավ տղա չի։ Այսօր թաղապետարանում հանրային քննարկմանը մասնակցելու գնացած բլոգերը, որը նաև Նորքի բնակիչ է, փորձեց հանդիպել իրեն հայհոյած Տեր-Մարգարյանին։ Այո, ոնց ասել դուրս գալի, որ այս գործողությունը հանրային քննարկման հետ ոչ մի աղերս չունենա։ Դու լավ տղա ես։ Լավ տղեն դու չես։ Արա, հանգիստ Վիճաբանությունը տեսախցիկի առջև ուղիղ եթերում վայրկյանների մեջ վերածվեց խմբակային ծեծի, որին միացավ նաև թաղապետը։ Թաղապետը հպարտ է իր արարքով։ Ես ինձ պահել եմ մնես, ոնց որ կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ։ Տիգրան Տեր-Մարգարյանը Երևանի ավականիում ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած եւ իր ձայներով Ավինյանին իշխանության բերած Հանրապետություն կուսակցության անդամ է։ Նրա կուսակից ավականու անդամները այսօր նույնպես թաղապետարանում էին եւ արդարացնում էին թաղապետի պահվածքը։ Երբ որ ձայնագրությունը լսեցիք, որպես այ քաղաքական թիմի մասնակցություն, ձեզ մոտ ինչ տպավորություններ եղան, որ հպարտացա իմ թիմով որպես հայ տղամարդիկ։ Ոստիկանությունը ծեծկրտուքի 6 մասնակցի է բերման ենթարկել թաղապետը, նրանց թվում չէ։ Մինչ Չախոյանը տարբեր վնասվածքներով ոստիկանության բաժնում էր, Տեր-Մարգարյանը գնում էր ընդմիջման։ Այսինքն ոստիկանություն բաժին հրավիրել Երկու ժամից ավելի ոստիկանության բաժնում անցկացնելուց հետո միայն Չախոյանին շտապօգնությունը հիվանդանոց տարավ։ Հարձակվել են խուլիկանի թալանչի պիղծ իշխանությունը, թաղապետի գլխավորությամբ։ Թաղապետին ծերտելու նորմալ է։ Ունենք աչքի շրջանում փոքր գեմատոմա եւ փոքր սալջարդեր եւ ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Փաստաբան Վահե Եփրիկյանը հարց է բարձրացնում, ինչպես է ոստիկանությունը որոշել ում բերման ենթարկել, ում ոչ։ Ինձ համար անհասկանալի է այն տրամաբանությունը, որ ոնց են կաստինգ արել ու որոշել, թե ում պետքա բերման ենթարկեն։ Ինձ համար սա անհասկանալի է։ կաստինգ են արել։ Եթե կաստինգ են արել, սա խոսում է նրա մասին, որ հերթական քաղաքական հետապնդումն է Չախոյանի նկատմամբ ու հերթական քաղաքական պատվերն է հովանավորչության առումով թաղապետի նկատմամբ։ Թե որքան ժամանակ Արթուր Չախոյանը կմնա հիվանդանոցում, առայժմ պարզ չէ։ Այդ ընթացքում ոստիկանները հսկողություն կիրականացնեն նրա հիվանդասենյակի մոտ։ Ի դեպ Չախոյանին ծեծած թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված։ 2017-ին ինքնասպանություն գործած ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ Կամո Սարոյանի դուստրը Վարդուհի Սարոյանը դեպքից մեկ ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում պատմել էր, որ իր ունեզրկման հետ ուղղակի առնչություն ունեն Տիգրան Տեր-Մարգարյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանի
նախորդին Տիգրան Տեր-Պետրոսյանը։ Տեր-Մարգարյանին մեղադրանք չէր առաջադրվել, իսկ գործը 2 տարի անց կարճվել էր մեղադրյալ Տեր-Պետրոսյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։ Կարճ ժամանակ անց Տեր-Մարգարյանը դարձել էր Երևանի ավականու անդամ, ապա նշանակվել թաղապետ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը բլոգերին ծեծելու թաղապետի արարքին դեռ որևէ գնահատական չի տվել։ Հանրությանը հուզում է գլխավոր հարցը. արդյոք քաղաքապետը կարդարացնի նաև ծեծը, թե Տեր-Մարգարյանը պաշտոնանկ կարվի։ Նոր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով։